Նախատեսվում էր հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքը սկսել 2014-ի հունվար-փետրվար ամիսներին, արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ։ Բայց ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը դեռ տարիներ առաջ ահազանգում էր 2017-ի հունվարից չի կարողանում իր արտադրանքը իրացնել ԵԱՏՄ երկրներում։ Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների տված 4 հավաստագրերից մեկը միության անդամ մյուս երկրները չէին ճանաչում։ Հարցը հետագայում լուծվեց, բայց ընկերությունն արդեն ֆինանսական խնդիրների առաջ էր կանգնել։ Ընկերության տնօրենի խոսքով աշխատանքից ազատվել էին 150 աշխատակիցներից 120-ը։ Դիմել էր Փաշինյանի կառավարությանը, սակայն այդպես էլ աջակցություն չէր ստացել։ Նոր կառավարությունը ճիշտ ավելի ակտիվորեն սկսեց դրանով զբաղվել, բայց մինչև այսօր նորից այդ հարցը չի լուծվում եւ ամենացավալին նա է, որ անհասկանալի է թե ինչն է պատճառը։ Այս խնդիրների բարձրաձայնումից ամիսներ անց Վահան գյուղի դպրոցականները Նիկոլ Փաշինյանից հայկական արտադրության համակարգիչներ նվեր ստացան։ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ձեզ այսպիսի հայկական արտադրության համակարգիչներ սիրեք։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար 2420 դյուրեկիր համակարգիչ նվեր ստացավ նաև առողջապահության նախարարությունը։ Դրանք բաշխվել են բուժհաստատություններին։ Ընկերության Facebook-յան էջում արմթաբերի վերաբերյալ վերջին հրապարակումներից մեկն է սա։ Ընկերության կայքը եւ հեռախոսահամարը չեն գործում։